Կարող եք պատկերացնել, որ մաթուն դատեն 10 տարի, այդ ընթացքում փոխվի գործը վարող 6 դատավոր և դատական պրոցեսը դեռ շարունակվի։ Այո, կա նման դեպք Հայաստանում, ասեմ ավելին, Հայաստանում կան նման դեպքեր։ Քրեական հանցագործությունների առնչությամբ դատավարությունների մի կյանք ձգձգման որոշ պատճառներ կան։ Այդ պատճառները տարիներ շարունակ չեն վերանում։ Ողբերգական կարող եմ գնահատել վիճակը, ինչու, որովհետև այս պահին արդեն դատաների գերծանրաբեռնվածությունը այնպիսի պիկի է հասել, որ մենք քրեական վարույթով ամիս ու կեսից 2 ամսվա մեջ ունենում ենք մեկ լավ առավելագույնը 2 նիստ, դա եթե մեծ հաջողություն ունենանք։ Պատճառներից մեկն օրինակ վկաների չներկայանալն է դատական պրոցեսին։ Իրավապահները հաճախ չակելտավոր ասած չեն կարողանում հայտնաբերել գործով անցնող վկաներին և վերման եթերքել դատարանի պահանջով։ Ես գործեր ունեմ, որ վկա կա, եթե չի ցանկանում այդ դատական նիստին գալ, ինքը տարիներով կարող է այդ նիստին չգալ։ Իսկ ինչու են դատավորներն այդքան ծանրաբեռնված։ Պատճառը հանցավորության աճն է, այսինքն քանակապես ավելի շատ գործ է սկսել մուտք գործել դատարան։ Մյուս կողմից ավելացել են արարքները, որոնք գնահատվում են որպես հանցանք։ Նոր հանցանքներ ենք քրեականացնում, դա իր հերթին, այո, բերում է հանցավորության աճի, որովհետև հանցագործների շրջանակը էապես ընդլայնվում է։ Պետությունը որոշել է պայքարել դատական պրոցեսների ձգձգման դեմ։ Ոչ, հանցավորության թվաքանակի նվազման դժվար հասնի մոտ ժամանակները։ Դրա փոխարեն սահմանվել է քրեական գործով դատաքննության ժամկետ։ Վերջերս հանրության դատին ներկայացված օրինագծով սահմանվել է, որ այն պետք է տևի 1 տարի։ Հիմնավոր պատճառների առկայության դեպքում այս ժամկետը կարելի է 3 անգամ երկարացնել մեկական տարով։ Պատկերացնենք դատավորները սկսեն արագ ինչ-որ բարդ գործերը քննել, որը 1 տարուց ավելի երկար ժամանակ էր պահանջում օբյեկտիվորեն։ Ասեն դե լավ, հետո վերաքննիչ դատարանը կնայի, եթե սխալ եմ արել։ Սա ոչ թե ողջամիտ ժամկետի պահպանում է, սա կարող է դառնալ դատաքննության մի նոր տեսակի խախտում։ Ոնց ենք մենք պատկերացնում, որ դատարանը պետք է 1 տարում գործ ավարտի։ Դա իրատեսական չէ։ Ինչ վերաբերում է այդ ժամկետները դատանի պատճառաբանված որոշման հիման վրա երկարացնելուն։ Ասեմ, որ այդ ժամկետները միշտ երկարացվելու են։ Եվրադատարանը ժամանակին բազմաթիվ նախադեպային վճիռներ է կայացրել դատաքննության պրոցեսի ձգձգման հետ կապված, որոնցում մատնանշել է, թե ինչպես են դրանով խախտվում մարդու հիմնարար իրավունքները։ Ինքը չի դնելու խորանա, տեսնի դե ձեր մոտ այս տարի բյուջեով այսքան սրան եք հատկացրել, լավ կներ սրան, այդպիսի հարցեր ինքը չի բարձրացնի։ Ասի դու պետություն ես, ստորագրել ես կոնվենցիան, մենք ունենք չափանիշներ, ոչ մեկի համար բացառություն չենք անելու։ Հետևաբար բարի եղիր, պաշաճ շրջանքեր գործադրի, որ այս խնդիրը քո մոտ արկա չլինի։ Առաջնային խնդիրն ըստ մասնագետների դատավորների կազմի ավելացումն է։ Դատավորների այսօրվա թիվը չափազանց փոքր է եղած գործերի տակից դուրս գալու համար։ Հաջորդ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական։ Ըստ փորձագետների, քանի դեռ քաղաքական ենթատեքստով գործեր են մտնում դատարան եւ բնականաբար առաջնային նշանակություն ստանում դատական իշխանության համար, քրեական գործերը հարյուրներով շարունակել են չակելտավոր թթվել դատարանի պատերի ներսում։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։